Պարոն նախագահ, ինչու էիք Ադրբեջանին ռումբեր տալիս, որ հարվածի մեզ։ Ուկրաինայի ղեկավարն անպատասխան է թողնում հայ լրագրողի հարցն ու հեռանում։ Զելենսկին չունի այս հարցի պատասխանը, թե չի ուզում պատասխանել։ Առաջին անգամ էր Զելենսկին Հայաստանում 2020 թվականին Արցախի պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանին աջակցած, իսկ օկուպացիայից հետո Ալիևին տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար շնորհավորած Զելենսկին Հայաստանի մայրաքաղաքում էր։ 2020-ի պատերազմի ընթացքում Ուկրաինայի նախագահի գրասենյակը հրապարակային հայտարարեց, Ուկրաինան աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այդ դիրքորոշումը նաև վերարտադրվել էր ուկրաինական պաշտոնական մեկնաբանություններում պատերազմի օրերին։ 2 տարի անց 2022 թվականին Ուկրաինան ու Ադրբեջանը Կիևում համատեղ հռչակագիր ստորագրեցին, որով ձեռք բերվեց փոխադարձ աջակցություն երկու պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ միջազգայինորեն ճանաչված սահմաններում։ Հաստ է այն, որ պատերազմի տարիներին համենայն դեպս չի մերժվել եւ փաստորեն ոչ մեկը ոչ մի բարձրաստիճան ղեկավարության շուրթերից չի հնչել հագափաստար, որպես այդպեսին, որ նրա 20 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ զենք զինամթերք եւ որոշակի չափով սպառազինություն եւ քիմիական զենքերի տրամադրում են ունեցել, տրամադրել Ադրբեջանին, հետեւաբար նա խուսանավեց այդ ուղիղ հարցադրումից, հասկանալի է, որ չկա պատասխան որպես այդպիսին։ 2023 թվականի սեպտեմբերին, երբ հայաթափվեց հայկական երկրորդ պետությունը Արցախը, Զելենսկիի շնորհավորանքը չուշացավ։ Ուկրաինայի ղեկավարը նամակ գրեց Ալիևին, վերահաստատելով երկրի դիրքորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության հարցում։ Հարավային Կովկասում Ուկրաինայի հավատարիմ դաշնակից պարտնյոր երկիրը դա Ադրբեջանն է, իդեմս Իլհամ Ալիևի նախագահ։ Հետևաբար այստեղ, գիտեք, կարող ենք հազար ու մի պատճառաբանություններ գտնել, բայց միակ չակերտավոր, խելամիտ ու միակ տարբերակը, որ առաջ է գալիս, դա զուտ կարելի է դիտարկել այն հանգամանքով, որ նրանք կարծում են, որ նրանք նույն քաղաքական ճակատագիրն են ունեցել։ Դեռ 2020 թվականին Հայաստանի և Արցախի հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները հայտարարել էին, որ Ադրբեջանը 2020 թվականին կիրառել էր ֆոսֆորային զինամթերք, որը ձեռք էր բերվել Ուկրաինայից, որ Բաքուն ու Կիևը միմյանց զենք են մատակարարել, գաղտնիք չէ։ Մինչև 2014 թվականն այս երկրներն ունեին զենքի մատակարարման գործարք։ Արցախյան 44-օրյա պատերազմում ուկրաինական մի շարք զենքեր են կիրառվել Հայաստանի դեմ։ Ամբողջ իր քաղաքական կենսագրության մեջ եւ իր վարկագծով նա միշտ բացահայտ կերպով ցուցադրել է պրոադրբեջանական դիրքորոշում եւ այս մասով միշտ կողմնակալություն է դրսեւորել, որովհետեւ նկատելի է, որ որպես երկրի ղեկավար նա անաչառ անկողմնակալ դրսեւորում երբևիցե չի դրսեւորել, առավել եւս պատերազմական տարիներին։ Զելենսկին ու իր թիմն ավելի ուշ հերքել էին լուրերը, թե ֆոսֆորն Ադրբեջանին մատակարարել էին իրենք։ Նրա Հայաստան այցելությունը միանշանակ չի ընկալվել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև հայ հասարակության մեջ։ Ինչ ուներ անելու Հայաստանում մի երկրի ղեկավար, որը միշտ խոսել է ընդդեմ Հայաստանի։ Սեդամակարյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։